Գայլն ու գյուղացին, լատիշական հեքիաթ։ Մի գյուղացի վար էր անում դաշտում։ Ձին արդեն հոգնել էր, հազիվ հազ քարշ էր գալիս։ Բարկանում է գյուղացին. «Էй դու, գայլի կերակուր կդառնաս»։ Հենց այդ պահին որտեղից որտեղ հայտնվում է գայլը։ Մոտենում է գյուղացուն և ասում. «Դե, տուր քո ձիուն, որ ուտեմ»։ Զարմանում է գյուղացին, աչքերը չռում, իսկ հետո պատասխանում է. Լավ, սպասիր վարս վերջացնեմ, հետո կեր, լավ։ Գայլը նստում է և սպասում։ Հենց որ գյուղացին վարը վերջացնում է, գայլը նորից մոտենում է նրան, իսկ գյուղացին ասում է. «Ոնց պիտի ձիուն այսպես մազոտ ուտես, հա։ Ավելի լավ է արի գնանք մեր տուն, ես ձիուս վրա եփած ջուր լցնեմ, մազն էլ կթափվի, միսն էլ կհամովանա»։ Գայլը համաձայնվում է։ Ճանապարհ են ընկնում գյուղացու տուն։ Գյուղացին մտնում է տուն ու գոռում. «Էй կնիկ, շուտ արա, եռացրած ջուր բեր»։ Կինը բերում է եռացրած ջուրը։ Գայլը նստում է, որ տեսնի, թե գյուղացին ինչպես պետք է ջուրը լցնի ձիու վրա։ Իսկ գյուղացին ջուրն այնպես է լցնում ուղիղ գայլի աչքերին, որ միայն գայլի ոռնոցն է լսվում։ Առավոտյան գյուղացին նորից գնում է վար անելու։ Գայլը նորից իսկույն հայտնվում է և ասում. «Դե հիմա արդեն ես քեզ կուտեմ»։ «Ինչ արած, կուտես կեր», ասում է գյուղացին։ «Միայն թող աղոթեմ մեռնելուց առաջ, լավ։ Դու ինձ սպասիր էստեղ, իսկ ես կբարձրանամ ծառն ու այնտեղ կաղոթեմ, թե չէ Աստված ինձ չի ընդունի»։ Գայլը համաձայնվում է։ Գյուղացին բարձրանում է ծառը և իջնելու մասին իսկի չի էլ մտածում։ Սպասում է գայլը, հետո բարկանում է և մյուս գայլերին օգնության կանչում։ Գայլերը լսում են նրա ոռնոցները և հավաքվում են ծառի մոտ։ Այն գայլը, որն ուզում էր գյուղացուն ուտել, կանգնում է ծառի տակ, մի ուրիշ գայլ բարձրանում է նրա վրա, երրորդը երկրորդի վրա և այդպես հասնում են ծառին։ Հետո, որ վերջին գայլն արդեն քիչ է մնում հասնի գյուղացուն, գյուղացին գոռում է. «Այ կնիկ, մի շուտ եռացրած ջուր բեր»։ Ներքևում կանգնած գայլը իսկույն հիշում է, թե ինչպես գյուղացին իրեն խաշեց, ու պոկվում է տեղից ու ինչքան ուժ ունի փախչում։ Բոլոր գայլերը թափվում են գետնին, որը սատկում է, որը անտառ փախչում, իսկ գյուղացին փրկվում է մահից։